Մայիսի 14-ին լարված ու աղմկարույց միջադեպ է տեղի ունեցել Էջմիածնում, որը կարճ ժամանակում մեծ արձագանք է ստացել ինչպես քաղաքում, այնպես էլ սոցիալական ցանցերում։ Ըստ տարածված տեղեկությունների, ամեն ինչ սկսվել է մի խումբ երիտասարդների միջև վիճաբանությունից, սակայն իրավիճակը շատ արագ դուրս է եկել վերահսկողությունից և վերածվել է վտանգավոր բախման։ Դեպքի մասին առաջին ահազանգը ստացվել է հիվանդանոցից։ Ներքին գործերի նախարարության օպերատիվ կառավարման կենտրոն տեղեկություն է փոխանցվել, որ բուժօգնության է տեղափոխվել 15-ամյա պատանի, որը ունեցել է կտրած ծակած վնասվածքներ։ Դրանից հետո ոստիկանության և քննչական մարմինների աշխատակիցները մեկնել են դեպքի վայր, պարզելու տեղի ունեցածի բոլոր հանգամանքները։ Ավելի ուշ իրավապահների իրականացրած օպերատիվ գործողությունների արդյունքում պարզվել է, որ վիճաբանությունը տեղի է ունեցել Էջմիածնի փողոցներից մեկում մի քանի երիտասարդների միջև։ Նախնական տվյալներով վեճը վերածվել է ծեսկռտուքի, որի ընթացքում կիրառվել է նաև դանակ։ Ըստ տեղեկությունների, Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղի բնակիչներից մեկը դանակով մի քանի հարված է հասցրել անչափահաս տղային։ Բացի դրանից, միջադեպի ընթացքում հնչել են նաև կրակոցներ։ Իրավապահների փոխանցմամբ, մասնակիցներից մեկը մեկնարկային ատրճանակից 2 անգամ կրակել է օդ։ Թե կոնկրետ ինչն է դարձել վիճաբանության պատճառը, այս պահին դեռ ամբողջությամբ պարզ չէ։ Դրանից հետո ոստիկանները ձեռնարկել են օպերատիվ հետախուզական միջոցառումներ, որոնց արդյունքում 2 18-ամյա երիտասարդներ ձերբակալվել են խուլիգանության կասկածանքով, նրանց տեղափոխել են բաժին, իսկ դեպքի վայրում օգտագործված մեկնարկային ատրճանակը հայտնաբերվել և առգրավել է։ Ավելի ուշ լրատվամիջոցներում տեղեկություններ տարածվեցին, որ միջադեպի մասնակիցների թվում եղել է նաև գեներալ Մանվել Գրիգորյանի ընտանիքի հետ կապ ունեցող անձը։ Խոսքը նախկին դատավոր Նաիրա Գրիգորյանի որդու Սերյան Պողոսյանի մասին է։ Ըստ տեղեկությունների, նա նույնպես վնասվածքներ է ստացել և տեղափոխվել հիվանդանոց։ Դեպքը մեծ ուշադրության կենտրոնում հայտնվեց, հատկապես այն հանգամանքից հետո։ Սոցիալական ցանցերում սկսեցին ակտիվ քննարկել ոչ միայն բախման մանրամասները, այլ նաև այն, թե ինչու երիտասարդների միջև սովորական վիճաբանությունը նման վտանգավոր ընթացք ստացավ։ Քննչական մարմինները արդեն քրեական վարույթ են նախաձեռնել խուլիգանության և առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու հատկանիշներով։ Այս պահին քննությունը շարունակվում է։ Իրավապահները փորձում են պարզել միջադեպի բոլոր մասնակիցների դերակատարությունը, ինչպես նաև ամբողջությամբ վերականգնել դեպքի ընթացքը։ Միևնույն ժամանակ, իրավապահները շարունակում են որոնողական և օպերատիվ միջոցառումները դեպքի մնացած մասնակիցներին պարզելու համար։ Չի բացառվում, որ առաջիկայում գործով նոր ձերբակալություններ կամ նոր մանրամասներ կհրապարակվեն։ Այս պահին տուժածների առողջական վիճակի վերաբերյալ պաշտոնական մանրամասն տեղեկություն դեռ չի հրապարակվել, սակայն դեպքը շարունակում է մնալ հանրային ուշադրության կենտրոնում, իսկ քննությունից սպասվում են նոր զարգացումներ։